Ավետարան ըստ Հովհաննու գլուխ 11 Եվ մի հիվանդ կար Ղազարոս անունով Բեթանիայից Մարիամի և նրա քույր Մարթայի գյուղից։ Սա այն Մարիամն էր, որ յուղով օծեց Տիրոջը և իր մազերով սրբեց նրա ոտքերը, և սրա եղբայր Ղազարոսը հիվանդ էր։ Սրա քույրերը նրա մոտ մարդ ուղարկեցին և ասացին. «Տեր, ահավասիկ նա, ում դու սիրում էիր, հիվանդացել է»։ Երբ Հիսուս լսեց, ասաց. «Այդ հիվանդությունը մահաբեր չէ, այլ Աստծո փառքի համար է, որպեսզի դրանով Աստծու որդին փառավորվի»։ Հիսուս սիրում էր Մարիամին, նրա քրոջը Մարթային և Ղազարոսին։ Լսելուց հետո, թե Ղազարոսը հիվանդացել է, նա տակավին 2 օր մնաց այնտեղ, ուր գտնվում էր։ Ապա դրանից հետո իր աշակերտներին ասաց. «Եկեք վերստին գնանք Հրեաստան»։ Աշակերտները նրան ասացին. «Ռաբբի, հրեաները դեռ նոր էին ուզում քեզ քարկոծել և նորից այնտեղ ես գնում»։ Հիսուս պատասխանեց. «Ցերեկը 12 ժամ չունի՞։ Եթե մեկը ցերեկն է քայլում, չի սայթաքում, որովհետև այս աշխարհի լույսը տեսնում է, իսկ եթե մեկը գիշերն է քայլում, սայթաքում է, որովհետև հետը լույս չունի»։ Այս բաներն ասելուց հետո նորից ասաց նրանց. «Մեր բարեկամ Ղազարոսը ննջել է, սակայն ես գնում եմ, որ նրան արթնացնեմ»։ Աշակերտները նրան ասացին. «Տեր, եթե ննջել է, ապա կառողջանա»։ Բայց Հիսուս նրա մահվան մասին էր ասում, մինչդեռ նրանց այնպես թվաց, թե նա քնով ննջելու մասին է խոսում։ Այն ժամանակ Հիսուս նրանց հայտնապես ասաց. «Ղազարոսը մեռավ, բայց ես ուրախ եմ ձեզ համար, որ այնտեղ չէի, որպեսզի դուք ինձ հավատաք։ Արդ եկեք գնանք նրա մոտ»։ Թովմասը, որ Երկվորյակ էր կոչվում, աշակերտներին ասաց. «Եկեք մենք էլ գնանք, որ նրա հետ մեռնենք»։ Հիսուս եկավ, նրան գտավ 4 օրից ի վեր գերեզմանի մեջ։ Եվ Բեթանիան Երուսաղեմի մոտ էր շուրջ 3 կիլոմետր։ Հրեաներից շատեր եկել էին Մարթայի և Մարիամի մոտ, որպեսզի նրանց մխիթարեն իրենց եղբոր մահվան համար։ Երբ Մարթան լսեց, որ Հիսուս գալիս է, նրան ընդառաջ գնաց, իսկ Մարիամը տանը նստած էր։ Մարթան Հիսուսին ասաց. «Տեր, եթե դու այստեղ եղած լինեիր, իմ եղբայրը մեռած չէր լինի։ Բայց հիմա էլ գիտեմ, թե ինչ էլ որ Աստծուց ուզես, Աստված քեզ կտա»։ Հիսուս նրան ասաց. «Քո եղբայրը հարություն կառնի»։ Մարթան նրան ասաց. «Գիտեմ, որ հարության ժամանակ վերջին օրը հարություն կառնի»։ Հիսուս նրան ասաց. «Ես իսկ եմ հարություն և կյանք, ով հավատում է ինձ, թեպետ և մեռնի, կապրի։ Եվ ով կենդանի է ու ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի։ Հավատո՞ւմ ես այս բանին»։ Նա ասաց նրան. «Այո Տեր, ես հավատում եմ, որ դու ես Քրիստոսը, Աստծու որդին, որ աշխարհ էիր գալու»։ Եվ այս ասելուց հետո գնաց գաղտնաբար կանչեց իր քրոջը Մարիամին և ասաց. «Վարդապետն է եկել և քեզ է կանչում»։ Երբ նա լսեց, իսկույն վեր կացավ և եկավ նրա մոտ։ Հիսուս դեռ գյուղ չէր հասել, այլ դեռևս այն տեղում էր, ուր Մարթան նրան ընդառաջ էր ելել։ Իսկ այն հրեաները, որ նրա հետ տանն էին և նրան մխիթարում էին, երբ տեսան Մարիամին, որ վեր կացավ իսկույն ու գնաց, իրենք ևս նրա հետևից գնացին, կարծում էին, թե գերեզման է գնում, որ այնտեղ լաց լինի։ Իսկ Մարիամը, երբ եկավ այնտեղ, ուր Հիսուս կանգնած էր ու տեսավ նրան, ընկավ նրա ոտքերն ու ասաց. «Տեր, եթե այստեղ եղած լինեիր, իմ եղբայրը մեռած չէր լինի»։ Երբ Հիսուս տեսավ, որ նա լալիս է և նրա հետ եղող հրեաներն էլ լալիս են, սաստիկ խռովեց իր հոգում և ասաց. «Ո՞ւր դրիք նրան»։ Նրան ասացին. «Տեր, արի և տես»։ Եվ Հիսուս արտասվեց։ Հրեաներն ասացին. «Տեսեք ինչքան էր սիրում նրան»։ Նրանցից ոմանք ասում էին. «Սա, որ կույրի աչքերը բացեց, չէր կարող նաև այնպես անել, որ սա չմեռներ»։ Հիսուս դարձյալ խռովվելով ինքն իր մեջ եկավ գերեզմանը։ Սա մի քարայր էր, որի վրա մի քար էր դրված։ Եվ Հիսուս ասաց. «Այդ քարը մի կողմ դրեք»։ Մարթան, մեռածի քույրը, նրան ասաց. «Տեր, հիմա արդեն նեխած կլինի, քանի որ 4 օրվա է»։ Հիսուս նրան ասաց. «Քեզ չասացի՞, եթե հավատաս, կտեսնես Աստծո փառքը»։ Երբ քարը վերցրին, Հիսուս աչքերը վեր բարձրացրեց ու ասաց. «Հա՛յր, գոհություն եմ տալիս քեզ, որ ինձ լսեցիր։ Եվ ես գիտեի, որ ամեն ժամ լսում ես ինձ, բայց այս անում ես շուրջս կանգնած այս ժողովրդի համար, որպեսզի հավատան, որ դու ինձ ուղարկեցիր»։ Երբ այս ասաց, բարձր ձայնով աղաղակեց ու ասաց. «Ղազարոս, վեր կաց, դուրս արի»։ Եվ մեռելը ելավ կապված ոտքերով, ձեռքերը երիզով ամրացված և երեսը վարշամակով պատած։ Եվ Հիսուս նրանց ասաց. «Արձակեցեք դրան և թողեք, որ գնա»։
Հրեաներից շատերը, որոնք եկել էին Մարիամենց մոտ, երբ տեսան, ինչ որ Հիսուս ասեց, հավատացին նրան։ Իսկ նրանցից ոմանք գնացին փարիսեցիների մոտ և պատմեցին նրանց, ինչ որ Հիսուս արեց։ Քահանայապետներն ու փարիսեցիները ատյան գումարեցին և ասացին. «Ինչ անենք, քանի որ այդ մարդը բազում նշաններ է անում։ Եթե նրան այնպես թողնենք, ամենքը կհավատան նրան, և հռոմեացիները կգան ու կվերացնեն մեր ազգն ու մեր սրբավայրը»։ Նրանցից մեկը, Կայափա անունով, որ այդ տարվա քահանայապետն էր, նրանց ասաց. «Դուք ոչինչ չգիտեք, ոչ իսկ խորել եք, թե մեզ համար ավելի լավ է, որ մեկ մարդ մեռնի ժողովրդի համար, քան թե ամբողջ ազգը կորչի»։ Այս բանը նա ինքն իրենից չասաց, այլ քանի որ այդ տարվա քահանայապետն էր, մարգարեացավ, որ Հիսուս մեռնելու էր ազգի համար։ Եվ ոչ միայն ազգի համար, այլ որպեսզի նաև Աստծու ցրված որդիներին իմի հավաքի։ Ապա այն օրվանից խորհուրդ արեցին, որ նրան սպանեն։ Եվ Հիսուս այնուհետև այլևս համարձակ չէր շրջում հրեաների մեջ, այլ այնտեղից գնաց մի շրջան, որ մոտ էր անապատին, գնաց մի քաղաք, որի անունն էր Եփրայիմ, և իր աշակերտների հետ այդտեղ էր մնում։